Հարևան Իրանի եւ Վրաստանի հետ նախորդ տարի ակտիվ առևտուր ենք ունեցել։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալի 2024-ին Հայաստան-Իրան առևտուրը հասել է 737 միլիոն 410 հազար դոլարի, աճը 2023-ի համեմատ 6.5% է։ Ընդ որում ավելացել է թե արտահանումը, թե ներմուծումը։ 108 միլիոն 256 հազար դոլարի ապրանք ենք արտահանել Իրան, կամ 14.5%-ով ավելի 2023-ի ցուցանիշից։ Ներմուծել ենք 629 միլիոն 154 հազար դոլարի ապրանք, կամ 5.2%-ով ավելի։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը, որը ներառված է թե Վրաստանի, թե Իրանի հետ բարեկամական խմբերում, նշում է. վերջինիս հետ ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը հնարավորություն կտա ավելի մեծացնել Թեհրանի հետ առևտուրը։ 6.5% աճը դա բավականին լուրջ թիվ է, բայց սա շատ դինամիկ զարգացող թիվ է լինելու հետագայում, որովհետև արդեն ուժի մեջ է մտնում ազատ առևտրի պայմանագիրը եւ ապրանքների շուրջ 90%-ի վրա տարածվելու է ազատ առևտրի պայմանագիրը, հետևաբար մեծ ծավալներ ենք մենք ունենալու, առավել եւս, որ Հայաստանը միակ երկիրն է ԵԱՏՄ կազմում, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, այսինքն Հայաստանը ստերևույթին այդ առավելությունը եւս կօգտագործի եւ մենք կարծում եմ շատ լուրջ առևտրաշրջանառության ծավալ կունենանք։ Պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալով Հայաստանից Իրան արտահանված գլխավոր ապրանքներն են էլեկտրաէներգիա, հանքաքար եւ պղնձի խտանյութ, ոչխարի կամ այծի միս։ Ներմուծվել է բնական եւ հեղուկ գազ, երկաթից զողեր եւ կոքս, բիտում ու նավթամթերքի վերամշակումից այլ մնացորդ։ Մենք արտաքին շուկաներ, համաշխարհային շուկաներ դուրս գալու խնդիր ունենք։ Մի պարզ պատճառով Հայաստանի Հանրապետությունը ելք դեպի ծով չունի, ինչը բնականաբար հատկապես տրանսպորտային ծախսերի ավելացման հաշվին թույլատնում է մեր տեղական արտադրության ապրանքների եւ ծառայությունների մրցունակությունը։ Այս տեսանկյունից հարևանների հետ առևտուրը բավականին շահավետ է։ Եվ նաեւ ինչով է դա կարեւոր, որովհետեւ ըստ էության լոգիստիկ, տրանսպորտային եւ այլն կառուցվածքներ կան, գոյություն ունեն, եւ խոսքը վերաբերում է դրանց արդյունավետության բարձրացմանը։ Մյուս հարևանի Վրաստանի հետ 333 միլիոն 567 հազար դոլարի ընդհանուր առևտուր է եղել, աճը 27.1%։ Արտահանել ենք 171 միլիոն 212 հազար դոլարի, ներմուծել 162 միլիոն 355 հազար դոլարի ապրանք։ Արտահանումն աճել է 22.6, ներմուծումը 32.4%-ով։ Շիրակ Թորոսյանի կարծիքով մեծ աճը պայմանավորված է փոխադարձ վստահության ամրացմամբ, այդ թվում 2024-ին ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրով, նաև կանոնավոր կազմակերպվող միջկառավարական հանձնաժողովների ամենամյա նիստերով։ Այս առևտրաշրջանառության ծավալների հետագա աճ իհարկե կանխատեսվում է, ինչը նաև նպաստում է մեր տնտեսության որոշակի դիվերսիֆիկացիային, այդ թվում շատ կարևոր է, որ այդ դիվերսիֆիկացիայի ահագին ծավալ ներգրավում է հարևանների հետ հարաբերություններում, սա շատ կարևոր է։ Հարևանների հետ տնտեսական հարաբերությունների խորացումը բերում է նաև միջպետական բարձր մակարդակի ավելի ջերմ հարաբերությունները եւ կոմունիկացիոն առումով շատ ավելի դյուրին է եւ շատ ավելի հեշտ է զարգացնել տնտեսական հարաբերությունները։ Վրաստան արտահանվել է սիգար, սիգարետ, երկաթի եւ չորակավորված պողպատի կիսաֆաբրիկատ, շիշ, տարա։ Ներմուծվել է էթիլային սպիրտ, լիկյոր եւ այլ սպիրտային ըմպելիք, հանքային եւ գազավորված ջրեր, գիպսե արտադրանք։ Հատկապես Վրաստանի հետ ցուցանիշները տպավորիչ են դրանով, որ մենք ունեցել ենք մի ժամանակահատված, երբ որ Վրաստանի հետ մեր առևտուրը ընդհանրապես կազմել է 6 միլիոն ԱՄՆ դոլար։ Այսինքն տեսնում ենք, որ անկամներով բարձ։ Կարծում եմ, որ հատկապես այս մոտեցումը, այսինքն եթե մենք երկու հարևանների ցուցանիշները գումարենք, սա իրոք տպավորիչ ցուցանիշ է, որը եւ հնարավորություն է տալիս տնտեսությունը դիվերսիֆիկացնել։ Թե օրենսդրի ներկայացուցիչի, թե փորձագետի գնահատմամբ կառավարության խաղաղության խաչմերուկ նախագիծը կարող է նպաստել հարևանների հետ առևտրի բազմապատկմանը։ Ինքը իրենից ներկայացնում է շատ հստակ կոմունիկացիոն հնարավորություններ Հայաստան, Վրաստան, Հայաստան, Իրան, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, ինչու՞ չէ Ադրբեջան, Հայաստան, ինչ որ մի տեսանկյունից Իրան եւ այդպես շարունակ Իրան, ասենք Հայաստան, Վրաստան, Թուրքիա եւ այս խաչմերուկը էականորեն կբերի նաեւ մյուս հարևանների հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման։ Ոչ միայն խաղաղության խաչմերուկը կարող է օգնել, այլ նա կարող է բազմապատկել
մանավանդ որ այստեղ հատվում են բազմաթիվ երկրների եւ հատկապես հարևան երկրների եւ նաեւ հեռավոր երկրների շահերը, ինչը հատկապես Վրաստանի օրինակը հիմք ընդունելով կարող ենք ասել, որ Վրաստանի պետական բյուջեի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես տարբեր տեսակի ճանապարհներից, ուրեմն խողովական ուղերից եւ այլն նրա եկամուտի մոտավորապես 20-30% ստացվում է։ Սա լավ հնարավորություն է։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած բացվածքից պարզ է դառնում, որ թե Վրաստանը եւ թե Իրանը Հայաստանի արտաքին առևտրի առաջատար 10 գործընկերներից են։ Նիկոլայ Ավետիսյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։